Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Մեղրիի տեսանյութից հետո գիշերը ծանր է անցել մի քանի անձանց բնակարաններում։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Զգուշացնում եմ հատուկ անհասկացողների համար, ով փորձ կատարի վիրավորել, հայհոյել, կստանա ավելին, քան պատկերացնում է։ Երեկվա տեսանյութից հերոսներից Սուրիկը հասկացել է, որ սխալ է թույլ տվել, եւ ես որպես հայ համարում եմ, որ այլևս Սուրիկի հետ կապված խնդիր չկա, նա եւ իր ընտանիքը պետք է ապրեն բնականon իրենց կյանքով։ Բայց կարծես այս ամենի ֆոնին իրեն վատ է պահել Խաչատուր Անդրեասյանի կամ նույն ինքը Մեղրիի համայնքապետի վարորդը, ով ոչ միայն վիրավորական արտահայտություններ է իրեն թույլ տվել, այլ անցել է բարեվարքության բոլոր կանոնները, իսկ վերջում ինձ բլոկ է անում, կարծես թե վախկոտ նապաստակ լինի։ Բայց գիտեք այս ամենում ինչն է կարևորը, որ բոլոր թալանչիները սկսել են զգուշանալ, վախենալ, որ կարող է թալանը բացահայտվի։ Այո ընկերներ, թալանչիները պետք է վախը սրտներում ապրեն, ու դրա համար ես ջանք չեմ խնայելու։ Ընկերներ, մոտորերս դեռ անդրադառնալու եմ Մեղրիի համայնքապետին, նոր սկանդալային բացահայտումներ են լինելու։ Իսկ հիմա ցանկանում եմ խոսել Ալավերդիի զորբայությամբ համայնքապետ դարձած Դավիթ Ղումաշյանի մասին։ Հերթական այլանդակությունը ու հերթական անգամ ուժայինների լռությունը։ Մի բան հստակ է, որ մեր իշխանությունները սիրում են սեռը փոխած, կներք սխալ արտահայտվեցի, կուսակցություն փոխած անձանց։ Ղումաշյան Դավիթը եւս չունի որևէ առավելություն մյուս համայնքապետերից, այսինքն նա եւս փոխել է իր քաղաքական թիմը, եթե կարելի է քաղաքական համարել։ Ուրեմն մեր Դավիթ Ղումաշյանը 2016 թվականին ընտրվել է Շնող համայնքի ղեկավար, ապա 2017 թվականին Հանրապետական կուսակցության կողմից ընտրվել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար, իսկ արդեն 2023 թվականին դարձել է ՔՊ կուսակցության Ալավերդու համայնքի ղեկավար։ Ունի մի քանի հողամաս, բնակարան Ռուսաստանում, Ալավերդիում, մի քանի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքներ, անհատական բնակելի տուն։ Ունի թանկարժեք մոտոցիկլ, բեռնատրար եւ մարդատրար մեքենաներ։ Ու այս մեծահարուստ համայնքապետը մոտավոր 5 միլիոն դրամ տարեկան աշխատավարձ է ստանում աղքատ համայնքից, որտեղ բնական աղետից դեռ ուշքի չեն գալիս մեր քաղաքացիները։ Իդեպ տեղեկություն եմ ստացել, որ մեր գեղի հերոսը շին թույլտվություններ է ընծայում իր շրջապատի անձանց, իսկ ովքեր իր շրջապատից չեն ստանում որևէ թույլտվություն։ Ընկերներ, նաև տեղեկատվություն եմ ստացել, որ Դավիթ Ղումաշյանի որոշակի գումարի դիմաց համայնքապատական հողեր է վաճառում։ Հույս ունեմ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները կստուգեն տեղեկատվությունը։ Ամենակարևորը ՔՊ-ն համայնքապետ է դարձրել մի մարդու, ում ժամանակին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբերի 13-ին վերընտրվելով Շնող խոշորացված համայնքի արդեն նախկին ղեկավար եւ լինելով պաշտոնատար անձ, իր պաշտոնատար դիրքերը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնական լիազորությունները, իր անունից գրություն է հասցեագրել դատարան, հետ վերցնելով իր բողոքը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Շնող համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին։ Մի խոսքով, ինչպես ասում են, ՔՊ-ում սիրում են թալանչիներին իրենցով անել, քանի որ հեշտ կառավարվող են եւ չար լեզուները ասում են, որ նաեւ հեշտ փայ տվողներ են։ Սերժի ժամանակ գոնե մի հոգի էր փայ մտնում, այն էլ Սաշիկը 50-50 էր անում, իսկ սրանց ժամանակ Սաշիկները դասնյակներ են։ Հիշում բոլորին, ով հայհոյանք կգրի, ապա թող այլևս չմտածի, թե անպատասխան է մնալու։ Կոքոջներիդ կոքոջ հանկանեմ, խայտարակ կլինեք, ձեզ պարկեշտում պահեք, լկտությունը ձեր մոտ սահմաններ չունի, բայց ես կարող եմ վերջ տալ դրան։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։ Չէ, վիդեո, մի հատ ֆոտո
Չեմ կարողան խոսել, լավ, կզանգեմ։ Շնորհակալ եմ բոլորից, անչափ շնորհակալ եմ։ Այս ամեն ինչը դուք տեսան, ինչը որ կատարվեց, իմացեք, ես անօրինությունը անպատասխան չի մնալու։ Դիմելու ենք դատարան եւ այն ինչը որ արեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության նավականիները եւ իրենց պատգամավորը, իրենց եմ ասում, իրենց, եւ այս ապօրինությունը դուք բոլորը տեսել եք։ Ինչի միջոցով եւ ինչ տարբերակով փորձում են հասնել ամեն ինչի, չասեմ միայն կառավարման, ամեն ինչի։ Նաեւ ավելին ասեմ, եթե չեմ սխալվում, կներեք, եթե չեմ սխալվում, մի մարդ, որ միլիոնից ավել գումար է ստանում մի ուրիշ վայրում, գալիս է համայնքի ղեկավար 1.600.000, եթե չեմ սխալվում, կարող է սխալվում են ժողովուրդ, 320,000 դրամ ստանալու համար։ Ես ուզում եմ դուք սա ֆիքսեք, հասկանաք մնացածը ինչի համար այս ամեն ինչը արվում։ Պատկերացրեք ինչի մասին է խոսքը։ Խնդրում եմ ձեզ, ոչ մի այլ քայլ չանեք, սրանով այս պահին բավարարվեն, բայց սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի։ Իմացեք, եւ պայքարը հենց այսօրվանից սկսելու է, ամեն առումներով։ Կփորձեն նաեւ Կփորձեն նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր կեղտոտ փորձեն անեն, իսկ խոսքը այսօրվա մասին չի, հետագայի մասին է ժողովուրդ ջան, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք, եւ մեր գործընկերներին, որ ունեն անցած ճանապարհ, մեզ հետ շնորհակալ եմ ու ելի անցնելու ենք, մենք մտածի, որ այսօրվանով ավարտվում է ամեն ինչ, եւ մենք վաղը մյուս օրը այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան եւ լրացուցիչ ձեզ տեղեկություն կտրամադրենք։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար, անչափ շնորհակալություն բոլորին, ժողովուրդ ջան։ Ալավերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն եք, քվորումն ապահովվել է, պարոն Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը տեղի ունեցել։ Դուք վավերացրել եք այդ թուղթը, այսինքն ստորագրել եք այդ թուղթը։ Վարդանյան, թողեք մեր իրավաբանն։ Որ ես որևէ կերպ չեմ կարողացել մուտք գործել նիստերի դահլիճ, նաև որևէ արձանագրություն չի կազմվել, որևէ վավերացում չի արվել արձանագրության եւ մենք չենք էլ կարողացել մուտք գործել նիստերի դահլիճ, որպեսզի որևէ արձանագրություն կազմենք եւ նիստն էլ ընթացել է օրենքի խախտումով կոպիտ Տիմ 64-60 հստակ սահմանված է, որ եթե ժամը 10-ին չի ներկայանում համայնքի ղեկավարը, պարտավոր են կես ժամ սպասել համայնքի ղեկավարին եւ տեղակալին։ Նոր 10:30 պետք է կազմել արձանագրություն, որ չի ներկայացել, որ տեղակալ է ոչ համայնքի ղեկավարը եւ տարիքով ավական անդամը պետք է վարել նիստը, սակայն 10:25-ի դրությամբ արդեն իսկ ավարտված էր քվեարկությունը եւ մեր տեղեկություններով դրանից հետո նորից ինչ որ քվեարկություն են արել, իհարկե դա ամբողջությամբ ապօրինի գործողություններ են։ Օրենքը ինչ է ասում, որ դուք պետք է ստորագրեք այդ։ Օրենքով ես պարտավոր եմ աշխատակազմի քարտուղարը ապահովում է նիստերի արձանագրության կազմումը եւ նիստի ընթացքի բոլոր տեխնիկական ապահովում, բայց ես ֆիզիկապես հնարավոր չի եղել որ մուտք գործեմ դահլիճ եւ որևէ գործողություն անեմ։ Ձեր անուն հասկանուկ ասում։ Այցուն գալիս է։